Երեկ Երևանում Հայաստանը ստացավ ԵՄ վիզաների ազատականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Սա դեռ առանց վիզայի ռեժիմ չէ, բայց սա Հայաստանի աշխատանքի առաջին պաշտոնական ԵՄ ստուգումն է։ Զեկույցը ասում է, որ Հայաստանը լավ առաջընթաց ունի, հատկապես անվտանգ ճամփորդական փաստաթղթերի մասով, եւ տալիս է հաջորդ քայլերի առաջարկներ։ Frontex-ը, ԵՄ սահմանային գործակալությունը, նաև նախաստորագրեց աշխատանքային պայմանավորվածություն Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ սահմանների եւ միգրացիայի կառավարման համար։ Ինչու է սա կարևոր։ Մոլդովային առաջին զեկույցից հետո պետք եղավ մոտ 3 տարի մինչև առանց վիզայի ռեժիմ, Վրաստանին մոտ 4 տարի։ Հայաստանի առաջին զեկույցը արդեն 2026-ին է, այսինքն լավատեսական ժամկետը 2028-ն է, եթե բարեփոխումները շարունակվեն։ Բայց այս ճանապարհը կարող է կանգնել։ Պրոռուսական կառավարությունը սա չի արագացնի։ Կսառեցնի, կձգձգի եւ դա կանվանի ինքնիշխանություն։ Դուռը բացվում է։ Հարցն այն է, թե ով է շարունակելու Հայաստանը տանել այդ դռան կողմ։